Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Ողջույն Նարեկ ջան, ողջույն։ Պարոն Մկրտչյան, ընդդիմությունը խնդիրներ է տեսնում ընտրությունների արդյունքների հետ կապված, համարում են ոչ լեգիտիմ, նշում են, որ չարաշահումներ են եղել, իշխանությունը աննախադեպ ծավալի ռեպրեսիաներ է կիրառել, վարչական լծակներ, պլյուս արտաքին ճնշումներ են եղել հօգուտ իշխանության։ Դուք ինչպես եք մեկնաբանում ընդդիմության դիրքորոշումը։ Իրականում նոնսենս է, երբ որ ընտրությունների ողջ ընթացքում կաշառքներով, ընտրակաշառքներով հանդես եկած ուժերը կամ ընտրակաշառքների դեպքերով աչքի ընկած ուժերը հիմա խոսում են ընտրությունների լեգիտիմությունից, հիմա խոսում են ընտրությունների ընթացքից, ընտրությունների գրանցած արդյունքներից եւ դժգոհ են դրա հետ։ Նախ պետք է միանան ընդդիմադիրների պահանջներին եւ այո, պետք է պահանջել, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս ընտրությունների արդյունքները առ ոչինչ ճանաչի, ոչ թե որ ընդհանուր ընտրությունները լեգիտիմ չէին, իշխանության ձայները ես պետք է ասեմ, որ շատ մաքուր էին։ Իշխանության ձայները ժողովրդի կողմից տրված անկաշառ ձայներ էին, ի տարբերություն ընդդիմության։ Ես ընդդիմության խորհրդարանական, այս անցած ընդդիմության լեգիտիմությունը ամբողջությամբ դնում եմ կասկածի տակ եւ դրան գումարում եմ մեկ այլ հանգամանք։ Ընտրությունների ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կալուգացի օլիգարխը, բելարուսամետ օլիգարխը, այն համբալը եւ էլի շատ շրջանակներ կառավարվում են այլ տեղից եւ լրտեսական գործունեություն են ծավալում։ Հիմա ինչ է ստացվում։ Սրանք կաշառք բաժանելով հարյուրավոր են դեպքերը կաշառքի։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս միջև այսօր էլ ամենօրյա ռեժիմով հայտարարություններ եւ ձայնագրություններ է տարածում։ Կաշառքի միջոցով ներթափանցում են խորհրդարան եւ ըստ երևույթին փողոցից լրտեսական գործունեությունը տեղափոխում են ինստիտուցիոնալ հարթություն եւ խորհրդարանական աշխատանքների մեջ նաեւ այդ գործունեությունը պետքա ծավալեն։ Ուստի խորհրդարանական ընդդիմության լեգիտիմությունը լրջագույն կասկածի տակ է եւ ես սրա հետ հաշտ չեմ։ Իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ես չեմ կարող հաշտ լինել, որ կաշառատու բաշի բոզուկները հայտնվեն խորհրդարանում եւ խոսեն ժողովրդի անունից։ Հակած տակը կեղտոտած շալվարով քաղաքացուն առնողները հայտնվեն խորհրդարանում եւ խոսեն Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների շահերից, եթե իհարկե խոսեն, էլի։ Եվ ելքը դուք ինչպես եք պատկերացնում, պետք է այս կազմով խորհրդարան ձևավորվի, թե չէ։ Նախ այս կազմով եթե խորհրդարանը ձևավորվի, ես ես հավաստիացնում եմ, այդ խորհրդարանը երկար կյանք ունենալ չի կարող։ Ուղղակի չի կարող, եթե խորհրդարանում կան 3 ուժեր, որոնցից 2-ն առնվազն լրտեսական գործունեություն են ծավալում կամ նրանց առաջնորդները լրտեսներ են, կներեք, կամ իշխանությունը իր տեղում չի լինելու, եթե շարունակի այս շրջանակների հետ համագործակցել եւ խորհրդարանական աշխատանք պատկերացնել, կամ ինստիտուտները պետական իրենց տեղում չեն լինելու, որպեսզի դա թույլ տան, կամ էլ առհասարակ հայ ժողովուրդը բթացել է եւ անջատել է իր զգոնությունը։ Այս խորհրդարանը երկար կյանք չի ունենալու։ Իրավիճակի լուծումն ինչպես են պատկերացնում։ Շատ պարզ։ Պետքա չոքացվի կալուգացի օլիգարխը, պետքա չոքացվի այն համբալը, պետքա չոքացվի բելարուսամետ օլիգարխը եւ ինչպես Փաշինյանն էր ասում, ոտերի տակ ընկնող Սերժը։ Ու գնալ այդ ամեն ինչից հետո նոր ընտրությունների։ Նարեկ, աբսուրդ է, ես նորից եմ կրկնում։ Աբսուրդ է, երբ որ հազարավոր դեպքերով կընտրակաշառքներ են բաժանվել եւ փորձում են այս շրջանակները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնել 2017, 16, 15 թվականների Հայաստան։ Երբ որ քաղաքացու ձայնը առնում էին։ Ինչ կապ ունի։
Հետո ինչ չի ստացվել իրենց մոտ իշխանություն լինել։ Ընդդիմությունն էլ իր մասով երկրի ներսում իշխանության մաս է։ Եվ անարդյունավետ ընդդիմությունը ծնում է նաև անարդյունավետ իշխանություն։ Իսկ այս ընդդիմության պարագայում մենք ոչ մենք գործ ունենք անարդյունավետ ընդդիմության հետ, մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետության դեմ գործող, Հայաստանի Հանրապետության շահերին դեմ գործող, ադրբեջանական նարատիվերով սնվող եւ սնող շրջանակների հետ։ Հիմա ձեզ համար ակնհայտ չի, որ Ադրբեջանում օգտվում են իրավիճակից Հայաստանի Հանրապետության ներքաղաքական։ Ակնհայտ չի, որ Ադրբեջանից եթե չէին հնչում եւ եթե ընտրական փուլում եւ ընտրական շրջանում անգամ ադրբեջանցիներն էին հերքում 300,000 ադրբեջանցիների մասին թեզը, հիմա ընտրությունների այսպիսի կոնֆիգուրացիայի պայմաններում, ընտրություններից հետո այսպիսի կոնֆիգուրացիայի պայմաններում բնականաբար Բաքվից օգտվելու են իրավիճակից։ Եվ եթե նախկինում հերքում էին 300,000 ադրբեջանցիների թեզը, հիմա պասերով կալուգացու հետ, են համբալի հետ եւ մյուս շահառու շրջանակների հետ այդ հարցը անընդհատ թմբկահարելու են եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության ներքաղաքական օրակարգի վրա փորձելու ազդեցություն ունենալ։ Իսկ հիմա ինչ պատասխան եք, այդ դեպքում ովքեր են սրանք։ Ալիևի ձեռքի խամաճիկները, են որ Պուտինի ձեռքի խամաճիկներն են, դա փաստ է։ Դրա հետ վիճել չեն կարող։ Բայց պարզվում է նաև, որ Ալիևի ձեռքի խամաճիկներն են։ Պարզվում է, որ ադրբեջանական նարատիվերը իրենք ադրբեջանական հատուկ ծառայություններից ավելի լավ եւ հմտորեն բերում եւ ներթափանցում են, ներդնում են Հայաստանի Հանրապետության հանրային քննարկումների տիրույթ։ Սա պրոբլեմ չի, սա պատուհաս է, պրոբլեմը ո՞րն է։ Այսպիսի ընդդիմությունը պատուհաս է։ Քոչարյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը չի մարսելու այն, ինչ արել է, ըստ Քոչարյանի արևմտյան առաջնորդներն աննախադեպ ծավալի միջամտություն են ունեցել, Մակրոնի մասին է խոսում, ասում է, դե ասում են մերն է, հիշում է հայտնի խոսքեր, ասում է, որ դե ասում են շանվորդի է, բայց մեր շանվորդին է, դրա համար փակենք, աչք փակենք այն հակաժողովրդավարական, այն բռնությունների վրա, որ Փաշինյանը կիրառում է։ Զուտ իրեն շահերի։ Ես մի քանի առիթով ասել եմ, թույլ տվեք էլի ասեմ։ Քոչարյանը փոխանակ Փաշինյանի ոտքերը բարի ուղիղ իմաստով լվանա ու ջուրը խմի ու ռեցեպտավորված խմի, բաժակ այդ ջուրը խմի, այսօր կանգնել է, լեզուն հելեկցել է իր ոտերի տակ ու Փաշինյանին մեղադրում ընտրություն կեղծելու մեջ։ Ռոբերտ Սեթրակիչ, այդ դու մոռացել ես 2008 թվականը, 2004 թվականը, 98 թվականը, մոռացել է, պարզվում է մոռացել, չի մոռացել, ժողովուրդը լավ խոսք ունի, հաբրգել է, լեզուն հել է իր ոտերի տակ անգե, որովհետև Փաշինյանը չկարողացավ կամ հապաղեց այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական լեզուն քոքից կտրել, հապաղեց, այ դրա համար Ռոբերտ Քոչարյանը պետքա խոսի, մարտի 1-ը ինչի մասին էր, կեղծված ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները խաղաղ ցույցերի էին դուրս եկել, իսկ այդ ընտրությունները, որ կեղծված էին, դա փաստ է, լցոնումները, ծեծ ու ջարդերը տեղամասերի, մոռացել է, հիմա Ռոբերտ Քոչարյանը այդպես դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում է ընտրությունների կեղծված լինելուց։ Լավ է լինի արեք։ Նախ դրա համար եմ ասում, իրավիճակի հանգուցալուծման համար ես մի ելք եմ տեսնում։ Չոքացնել կալուգացի օլիգարխին, չոքացնել այդ համբալին, չոքացնել բելարուսամետ օլիգարխին ու ոտերի տակ ընկնող Սերժին։ Չոքացնել ասելով ինչ նկատի ունեք, ինչ պետք է անեն։
Ես բնավ նկատի չունեմ բարի ուղիղ իմաստով չոքացնել։ Չնայած որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գուցե սիրով դա էլ անեն 2018-ին։ Այ դրա համար էլ, որ 2018-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձեռքերը բռնեց եւ թույլ չտվեց դա անել, Նիկոլ Փաշինյանի ոտերը կալուգացինել, բելարուսամետնել, այդ համբալնել, այն ոտերի տակ ընկնողներ պետքա ոտերը լվան ու ջուրը խմեն։ Հակառակ պարագայում 2018 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացին բարի բուն իմաստով էր ուզում չոքացրած տեսնել սրանց։ Բարի բուն իմաստով էր ուզում չոքացնել, անձամբ չոքացնել սրանց։ Այ դա տեղի չունեցել, դրա համար հիմա սրանք գլուխ են բարձրացնում։ Իսկ ես ինչ նկատի ունեմ ասելով չոքացնել, դատաիրավական համակարգի մուրճը սրանց գլխին իջացնել։ Դատաիրավական համակարգի մուրճը, որը արդարադատության սիմվոլ է, սրանց գլխին, սրանց բաշկին իջացնել։ Դուք ուզում եք Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերան ավարտվի։ Ինչու՞։ Բա ինչու եք ուզում Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը քաղաքական ասպարեզից դուրս գան, որտեղ ըստ էության իրենք են սնուցում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղին, որ օրը նրանք չեղան այլընտրանք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնալու է եւ չընտրի Նիկոլ Փաշինյան, այլ ընտրի այլ ուժի։ Լսեք, թող կընտրեր։ Հիմա եկանք ավելի կարևոր հարցին արեք, բա ինչի չընտրեց։ Բա ուր են այն ուժերը, որ առաջադրվել էին։ Բա ուր են այն ճոռոմաբան ուժերը, որ ընտրություններից առաջ միայնակ գնալու մասին ձոներ էին այսպես հյուսում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Բա ինչի չանցան։ Բա ինչի չքվյարկեց քաղաքացին։ Բա ինչ առաջարկեցին քաղաքացուն։ Իսկ առասարակ իրենք առաջարկ ունեն քաղաքացուն, թե չունեն։ Իսկ առասարակ իրենք կարող են այլընտրանք լինել, թե չեն կարող։ Իսկ դուք վստահ եք այդքան, որ իրենք կարող են լինել այլընտրանք։ Ես առաջարկում օրինակ 21 թվականին առաջարկներ Քոչարյանը կգա, այդ նախկին բարքերը կլինեն, 26-ին էլ Քոչարյանն ու այն մյուսները կգան, պատերազմ կլինի եւ ինչ որ առումով չեք կարծում, որ սա վախի ազդեցություն է եղել ընտրություն կատարողի վրա, որ չգան, պատերազմ չլինի, որտեղ այդ թեզը շատ տարածվեց։ Նախ որ չգան պատերազմ չլինի թեզը կյանքի իրավունք ունի։ Կյանքի իրավունք ունի, Նարեկ, իրականում կյանքի իրավունք ունի, որովհետև երբ որ ուժերից մեկը իր նախընտրական հավաքի ամփոփիչ հավաքում Հանրապետության հրապարակում պատռում է Հայաստանի Հանրապետության քարտեզը, խոսում է Լեռնային Ղարաբաղ վերադարձից, խոսում է իրական Հայաստանի հետ հաշտ չլինելուց, եւ այլն եւ այդպես շարունակ, կամ օրինակի մեզ կրծքավանդակին փակցված քարտեզը, երբ որ նրանց ցույց ես տալիս, տպավորություն է, որ սատանին խաչ ես ցույց տալիս, սկսում են միանգամից ջղաձգվել, դա ինչի մասին է, որ ուժերի նկարտումները այլ են։ Այդ ուժերը ցանկանում են ոսկեպարով հասնել Ղարաբաղ, այդ ուժերը ցանկանում են Նախիջևանով մտնել Քելբաջար, այդ ուժերը շարունակում են Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի գոտի վերածելու տասնամյակների քաղաքականություն, իրանց նպատակը հենց դա է։ Հիմա ներողություն է, սպարս ճշմարտությունը հանրությանը չասել, սա ճշմարտություն է։ Ինչի ակնհայտ չէր ձեր համար, որ եթե կալուգացին իր հակած տակը կեղտոտած շալվարները ավելի մեծ ծավալով բաժաներ եւ ժողովուրդը ընտրեր իրեն, վստահաբար գալու էր ու պատերազմ բերեր։ Եվ դեռ ապահովագրված չի հայ հանրությունն ու հայ ժողովուրդը այս իրավիճակում անգամ։ Դե հա, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասել է, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չլինի, պատերազմ է լինելու։ Հիմա նախկին չեկան այդ 3 ուժերը իշխանության, եկավ Նիկոլ Փաշինյանը, բայց ըստ Նիկոլ Փաշինյանի էլի պատերազմի վտանգ կա։ Պատերազմի վտանգ կա, որովհետև եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ եւ մեր հանրության հետ։ Պատերազմի վտանգ կա, որովհետև պետք է սահմանադրությունը փոխվի։ Նարեկ, ուզեք, չուզեք, բացատրեք այնպես ինչպես ձեզ է հարմար,
թե չբացատրեք, սա փաստ է։ Սահմանադրությունը եւ մասնավորապես սահմանադրության մեջ տեղ գտած անկախության հռչակագրի Լեռնային Ղարաբաղին վերաբերվող մասը պետք է հանվի։ Պետք է հանվի։ Ուրիշ տարբերակ չկա ուղղակի։ Հակառակ պարագայում բացատրեք ինձ խնդրում եմ։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը մեջ ներառյալ։ Անկախության հռչակագրի մեջ Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին միացնելու մասին երազանքը, իղձը, փափագը, պապերից ստացած կտակը, անունը ինչ ուզում եք դրեք։ Ոնց եք բացատրում։ Հիմա դուք մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից եւ շատ ակտիվ քաղաքացի իբրև բացատրեք ինձ, դա ինչպես է բացատրվում։ Դա պրոբլեմ չի։ Դա հարևանների հետ խնդիր առաջացնող հանգամանք չի։ Հատկապես այն պարագայում, երբ որ ադրբեջանական կողմը անընդհատ տորպեդահարում է այդ հարցը։ Հիմա սա պատերազմի համար առիթ չի կամ չի կարող լինել, այ հենց այստեղ է որ խնդիր կա եւ նաեւ սահմանադրությունը պետք է փոխվի, որովհետեւ դատաիրավական համակարգը բոլոր չափերն անցել է։ Բոլոր չափերն անցել է։ Ռոբերտ Քոչարյանի լեզուն, որ հել ընկել է իր ոտերի տակ, դատաիրավական համակարգի անգործության արդյունքն է։ Ու քարոզարշավի ընթացքում նաև ես ինքս եմ այդ հարցը բարձրացրել։ Այո, սահմանադրությունը պիտի փոխվի, որպեսզի բոլոր դատավորները համարվեն ժամանակավոր պաշտոնակատարներ։ Միջև ստուգվի իրենց բարեվարկությունը, անցած ճանապարհը, վճիռները, որքանով են եղել արդարացի, որքանով ոչ, բարի համբավը ու այդպես շարունակ։ Եվ առհասարակ սահմանադրության փոփոխությունը 2018 թվականին ժողովրդի կողմից ձևավորված պահանջ է եղել։ Եվ այո, հիմա սահմանադրական մեծամասնություն չունենալը իր հետ կարող է բերել խնդիրներ։ Պարոն Մկրտչյան, Դրա համար է, որ ես առաջարկում եմ վստահ, առանց երկմտելու, ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ավելի շատ քվ են տվել քաղաքացիական պայմանագրին, քան 2021 թվականին էին տվել։ Ես հավաստիացնում եմ, որ կալուգացի օլիգարխը շեմը չի հաղթահարի, եթե իրանց փողի կանալներն ու վինտիլները ժողովրդական լեզվով ասած փակվի։ Այն դաշնակը կամ դաշնակների հետ սերտաճածը դժվարությամբ կհաղթահարի, Բելարուսամետի մասին խոսք չկա։ Մենք պետքա գնանք, ես կարծում եմ, որ այո, պետքա չվախենալ, պետքա կալուգացու նախաձեռնած ընտրությունները չեղյալ համարելու հորդորին պահանջին ընդհուպ միանալ եւ այո, նոր ընտրություններ նշանակել։ Նոր ընտրություններ նշանակել, մինչև ընտրական process-ին հասնելը չոքացնելով այս եռագլխին։ Այս եռագլուխը պետքա քաղաքականապես իրավական առումով չոքացվի, այլ տարբերակ չկա։ Անդադ խոսում եք Քոչարյանից, Սամվել Կարապետյանից, Ծառուկյանից, Բաումից խոսեմ։ Հարցը չեմ վերջացրել։ Նիկոլ Փաշինյանն ասում էր հունիսի 7-ի ընտրություններով նախկին նախագահները քրյա օլիգարխիայի էջը փակված է լինելու, այսինքն Նիկոլ Փաշինյանը այս ասացն է տեղի չունեցել, հա, որ դուք այսքան խոսում եք այդ մասին։ Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա ի վերջո, կարծում եմ Նիկոլ Փաշինյանն էլ մի փոքր ավելի լավ չէր պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրակաշառատուների եւ կաշառակերների ինստիտուտը դեռևս գործում է եւ շրջանառվող ու թևածող այդ կեղտոտ փողը արդյունք կարող է գրանցել եւ ինքիդ հետեւությունները կանի ու չոքացնելու տրված խոստումը ի վերջո իրականություն կդարձնի։
Իսկ այդ խոստումը բազմիցս մենք լսել ենք քարոզարշավի ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում։ Ու ես ձեզ հավաստիացնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի ճնշող հատվածը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին, որ չոքած տեսնի Կալուգացի օլիգարխին, չոքած տեսնի Քոչարյանին, չոքած տեսնի Բելարուսամետին ու այն ոտերի տակ ընկնողին։ Բայց արդյոք կա խնդիր նրանց հետ, որովհետև Ինչի՞ չկա։ Ներողություն չկա։ Դուք Չկա հարցը խնդիր, Նարեկ։ լսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի տեսել խնդիր, ասել են Սամվել Կարապետյանի մասնակցությունը դադարեցրու չեղարկի ընտրություններին, ասել է խնդիր չեմ տեսնում։ Սահմանադրական Ով ասե, երբ ասե։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձևավորված կենտրոնական ընտրական Չէ, երբ ասե, ումի պատասխանը ասե ու որօրնա ասե կամ ինչ համատեքստումը ասվե։ Ինչ կապ ունի որ Երբ որ Հանրապետություն կուսակցությունը ընտրություններից 5 պակաս վերցրեց այդ տրցակը գնաց կենտրոնական ընտրական հանձնաժողով 25 տարվա ուժը ինստիտուցիոնալ մոտեցում եւ դիրքորոշում պետք է առհասարակ ունենալ process-ին, երբ որ ամիսներ շարունակ TV-ներում, այդ թվում նաեւ ձեր հարցազրույցների ընթացքում հայտարարում էին, որ ուժեղ Հայաստանը էս անում, ու շատ ճիշտ էին ասում, այո, խախտումներ անում։ Ժամանակից առաջ պետք էր այդ ամեն ինչ անել, ոչ թե ընտրություններից 5 պակաս մշուշ ստեղծել, որ իրենք արեք կլինի բերանս մի բացեք, էլի։ Ես փորձում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լռության մեջ թոշակի ուղարկել բոլոր այն ուժերին, ովքեր բաց ճակատով գնացին ու հերթական անգամ հարվածեցին պատին։ Իրենք պետքա թոշակի գնան։ Մի բացեք այդ խոսակցությունը, ես առհասարակ իրենց վերաբերյալ չեմ էլ ուզում կարծիք արտահայտել։ Իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, այո, այդ ուժը կաշառք է բաժանել։ Իսկ թե ինչա տեսել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նրա նախագահին հարցրեք, նրա անդամներին հարցրեք։ Ես իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի տեսել եմ այդ խնդիրը ու տեսնում եմ այդ խնդիրը։ Հակակոռուպցիոն կոմիտեն ամենօրյա ռեժիմով ձայնագրություններ է տարածում։ Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղ խնդիր չի տեսնում, ուրեմն մենք խնդիր պետք է ունենանք կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։ Բայց ընտրություններից 5 պակաս նախաձեռնել, գնալ կենտրոնական ընտրական հանձնաժողով, փորձել աչոք հավաքել դրա վրա, հետո էլ կանգնել ասել, բա տեսակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չընդունեց, ժամանակից շուտ դիմեիք։ Բայց եթե Կարտ բլանշ կամ կանաչ լույս էիք ուզում տայք, կարող է պարզվի կարտ բլանշ եւ կանաչ լույս էիք ուզում տայք Կալուգացի օլիգարխին եւ նրա գրպանային ընտրակաշառատուներին Հայաստանի Հանրապետության ներսում ցնցումային տրամադրություններ ստեղծելու համար։ Կներեք, կարող է պարզվի այդպիսի եթե խնդիրը կա, խնդրահարույց իրավիճակը կա, հակակոռուպցիոն կոմիտեն էլ այդքան այդ բաները հրապարակում է, հա։ Ինչ կապ ունի երբ են դիմել։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե այդ խնդրի մասին բարձրաձայնվեր ավելի շուտ եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղղությամբ մեղադրական տոնով հայտարարություններ չլինել եւ իրենց Դոն Կարլեոնեի տեղը դրած TV-ներով իրավապահ համակարգին ցուցումներ չտային, գուցե այլ իրավիճակ ունենայինք, բայց համաձայնվեք Նարեկ, գոնե դուք ինձ հետ, որ եթե ընտրություններից 5 պակաս համապատասխան անձնավորության դիմումի հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովը կասեցնում էր ուժեղ Հայաստանի մասնակցություն ընտրություններին, դա կանաչ լույս էր Կիրիենկոյի գրպանային բոլոր տեխնացուների համար Հայաստանի Հանրապետության ներսում լարվածություն առաջացնելու ներքաղաքական։ Բայց եթե դա արվեր 10 օր առաջ, փաստարկված, հիմնավորված, ապացույցներով լի, պատրաստված, զուգահեռ սահմանադրական դատարանին ներգրավելով, եթե չեմ սխալվում, նաև այնտեղ համակիր դատավոր էլ պետք է ունենային իրանք։ Եթե խնդիրը կար, ԿՊ-ն ինչու չէր դիմում։ Լսեք, ամեն ինչ պետք է թե պաշտպաներ արդար 19 քաղաքական ուժ է մասնակցում։ Եթե խնդիրը կար, իսկ իրականում կար ու կա։
այդ բողոքող իշխանության դեմ բողոքող ուժը կամ ուժերը ինչի չէին տանում։ Լսեք, ուժ են չէ իրենք։ Լսեք, Հայաստանի Հանրապետությունում ինստիտուտներ կան, չէ։ Բայց մեկ Ինստիտուցիոնալ ճանապարհով պետք է գնալ։ Մեկ հոգիներ ընտրությունների ազատ արտար թափանցիկ անցկացման պատասխանատուն, թիվ 1 պատասխանատուն պայմանավորվածային հանգամանքով, որ այդ պահին իշխանություն է։ Հա, հասկացանք։ Թող ներկայացնեին, բա իմ ասածն է դա։ Եկել է ընտրությունների վերջի օրը, նախավերջի օրը, այս մարդիկ խոսում են։ Խոսալով չի։ Լսեք, կարող եմ խոսալ ես, որովհետև չունեմ ձերքիս տակ կուսակցություն եւ կնիկ կուսակցության, գրասենյակ կուսակցության, անդամներ կուսակցության։ Բայց դրա մասին խոսում է, եթե խոսում է կուսակցության առաջնորդը, կներեք, լիքը խնդիր ու հարց կա այդ առաջնորդի հետ այդ դեպքում։ Այդ դեպքում ինչի, նորից եմ կրկնում, այդ ուժը, այդ առաջնորդը, այդ առաջնորդներն ու ուժերը ինչի ժամանակին չդիմեցին։ Ինչի չդիմեցին։ Մի ուժել իրանք են, չէ՞։ Բա վաղն էլ կարող է իրանք են հայտ ներկայացնում իշխանության։ Վաղն էլ կարող է իրանք են գալի իշխանության։ Եթե պրոբլեմ կա, անգամ ընդունենք իշխանությունն էլ համաձայնված, փոխ համաձայնեցված ձևով գնում դիմեք կենտրոնական ընտրական հանձնաժողով, չստացվեց դիմեք սահմանադրական դատարան, չստացվեց դուրս գայք քաղաքացիներին դիմեք։ Բայց ոչ, այս ուժերը սովոր են քաղաքական դաշտում սողալ։ Բոլոր ժամանակներում սովոր են քաղաքական դաշտում սողալ։ Ջանով դիմել Ռոբերտին Քոչարյան, ջանով դիմել Սերժին Սարգսյան ու այդպես շարունակ։ Ես նորից եմ կրկնում, Մարեք, թողեք ժողովուրդը ամեն ինչ իր տեղը դրել է ու իմ բերանը մի բացեք։ Դուք ավելի շատ խնդիր եք համարում այն, որ խնդիր չեք համարում այն, որ իշխանությունը լուր հետևեց այդ ամենին, քան այն, որ ինչ որ ուժ ընտրություններին մասնակցող ընտրություններից 5 պակաս դիմել։ Իշխանությունը լուր չի հետևել։ Եկեք հակակոռուպցիոն կոմիտեն։ Okay, բա հակակոռուպցիոն կոմիտեն։ Շղթան Ներսիսյանի ձեռի տակ գործող հիմնարկ չի, Նարեկ ջան։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքական 19 ուժերի ձեռքի տակ գործող հիմնարկ չի, Նարեկ ջան։ Գլխավոր դատախազությունը եւ պետական այլ իրավապահ մարմիններ այդ ուժերի ձեռքի տակ գործող չեն։ Ես ձեզ հավաստիացնում եմ։ Ու պետությունը այդքանով պայքարել է։ Այո, պետքա արգելվեր։ Բայց ամեն ինչ չի, որ պետքա իշխող ուժը անի։ Իշխող ուժը անի, այս դհոլ խփող, դհոլի կաշի քաղաքական ուժերն ու առաջնորդներն էլ արանքում իրանց դհոլը խփեն։ Պարոն Մկրտչյան, ընդդիմությունը դուրս կգա փողոց, թե ոչ, որովհետև չեն բացառել փողոցային պայքարի սցենարը եւ ամեն ինչ կախված է նաեւ նրանից, թե ամսի 14-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ որոշում կկայացնի։ Միամենայն հավանականությամբ եկեք այս փողոց դուրս գալ, դուրս չգալը կապենք արտաքին էլի ուժերի հետ։ Ամենայն հավանականությամբ Ռուսաստանի Դաշնությունը ճնշումները կմեծացնի Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Գյուղմթերքի արտահանման վրա արգելքներ, անգամ տեղի հայերի վրա ճնշումներ, գործիքակազմ ունի Ռուսաստանի Դաշնությունը, որպեսզի պրոցեսներ գեներացնի եւ սրի իրավիճակը, բայց սա կբերի Հայաստանի Հանրապետությունում հաջողության թե ոչ, վստահաբար ոչ, վստահաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հարմար առիթի պարագայում պատրաստ են ընդཐུպ հեղափոխություն երկու սցենարի կիրառմանը, եթե իրենք փողոցն են ընտրում, փողոցին կարելի է փողոց հակադրել եւ այս պարագայում իրենք շանս չունեն։ Եթե փողոց գեներացնող լինեին, իրենք իրենց կամքով, նախ ես այն մտքին եմ, որ իրենք կամք չունեն, ցանկություն չունեն փողոց դուրս գալու եւ հիմա ուղղակի հեկեկալով Կիրիենկոին խնդրում են, որպեսզի իրենց հանգիստ թողնի։ Ի վերջո, բայց Ռուսաստանի Դաշնությունից ճնշումները մեծանում են ու գուցե ինչ որ իմիտացիա ստեղծեն, դուրս գան փողոց, գորգորան։ Այս իրավիճակում իշխանությունը կարող է շախ եւ մատ անել։ Միանալ ընդդիմության պահանջին եւ կոչ անել կենտրոնական ընտրական հանձնաժողովին չեղյալ համարել ընտրությունների արդյունքները։ Տեսնենք ընտրությունների հաջորդ նոր նշանակվելիք ընտրությունների ժամանակ, երբ որ կալուգացու փողի վինտիլը փակվի, հակած տակը կեղտոտած շալվարները
համապատասխան անկյունում տեղավորվի, համապատասխան Բելարուսամետը համապատասխան Վանդակում հայտնվի, համապատասխան Որցի հետ, այն մեկն էլ ընդդիմության միակ առաջնորդ կարգվի միջև իր հերթը գա, տեսնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քանի տոկոսը նրանց կքվեարկի։ Ռուսաստանի լռությունը ինչով է պայմանավորված, պաշտոնական շնորհավորանք դեռ չկա։ Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, դա հիմնավորում է, որ չկա դեռևս պաշտոնական տվյալներ, մեզ դա հեքիաթ է, չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ կրկնում եմ, Կիրիենկոն հիմա ճնշումներ է գործադրում իր տեղական գործակալների վրա, որ դուրս եկեք փողոց, այսպես չի լինի, այս մարդիկ էլ հեկեկում են, ոտերն ընկած աղաչում են Կիրիենկոյի, որ ռեսուրս ու հնարավորություն չունեն, խայտարակվում են կամ միջև քոկը մաշվելու են։ Կամ իրավապահ համակարգը այդ մուրճը իջացնելու է իրանց գլխին ու իրանք հայտնվեն համապատասխան Վանդակում, համապատասխան Որցերի կողքին։ Հիմա փորձում են սա համոզել Կիրիենկոին, սա են փորձում համոզել Ռուսաստանի Դաշնությանը, բայց ակնհայտ է Լարսի անցակետում ստեղծված խնդիրներ, գյուղմթերքի համար ստեղծված խնդիրներ, այնտեղ ապրող հայրենակիցների համար արհեստական խնդիրների ստեղծումը Ռուսաստանի Դաշնության կողմից մի միտում ու նպատակ ունի։ Հայաստանի Հանրապետության ներսում իրավիճակը ապակայունացնել, ընտրությունների արդյունքները դելեգիտիմացնել եւ ստվեր գցել ընտրությունների արդյունքների վրա։ Խախտումների մասին է խոսում Մոսկվան։ Ինչ խախտում, Նարեկ, քանի հատ խախտում է։ Մարիա Զախարովան ասում է ժողովրդավար չէր։ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ասում է խախտումներ են եղել։ Պեսկովը ասում է, ասենք վերջնական արդյունքները։ Նարեկ, ինչ է Նարեկ, ես ձեզ շատ լուրջ լրագրող եմ համարում եւ եթե դուք ցիտում եք Մարիա Զախարովային եւ Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաներին ժողովրդավարության ջատագովի համատեքստում եւ այդ դիրքերից եք փորձում հարցը տալ հետեւությունը դուք մի մանիպուլացրեք էլի իմ հարցը, երբ որ ես մի մանիպուլացեք, կներեք էլի Նարեկ ջան, հիմա դուք լուրջ ակնկալում եք, որ ես պետքա բռնապետական Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները ժողովրդավարության վերաբերյալ լրջորեն քննարկեմ, լուրջ եք ասում։ Այսինքն, երբ որ հարցը տալիս են, ինչ է ձեր մոտ տպավորություն ստեղծվում, որ իր ասածը ներկայացվում է ժողովրդավարության դիրքերից։ Ես հարցը հնչեցնում եմ, դուք մեկնաբանեք ինչպես ուզում եք, ոչ թե իմ հարցին դատական տվեք։ Նորից եմ կրկնում, Նարեկ ջան։ Եթե դուք լինելով ամենափորձառու լրագրողներից մեկը Ռուսաստանի բռնապետական Ռուսաստանից հնչող ժողովրդավարական դասերը բերում հարցի ձևով ձևակերպում ու ինձ եք տալի, ես էլ ասում եմ, ես չեմ պատրաստվում բռնապետական Ռուսաստանի որևէ ներկայացուցչի ժողովրդավարության վերաբերյալ ջղաձգումները մեկնաբանել, որևէ խախտում արձանագրվել, դուք մենք բոլորս ականատես ենք եղել, չէ՞, որևէ խախտում, որ ընտրությունների ելքի վրա ուղիղ ազդեցություն կարող էր ունենալ, արձանագրվել է, լցոնումներ եղել է, ծեծ ու ժարտ տեղամասերում եղել է, կարող է ընտրություններից հետո պարկերը գողացվել են։ Չի եղել, չէ՞, ասում։ Կարող է ուրիշի տեղը քվեարկել են, չի եղել, չէ՞, sense բան։ Կարող է 80% Նիկոլ Փաշինյանը քվեը հավաքել, վերներս խաբար չկա։ Նկարվել է, չի եղել, չէ՞։ Հիմա ես ձեզ ասում եմ, Ռուսաստանի Դաշնությունը խնդիր ա դրել ապակայունացնելու, դելեգիտիմացնելու ընտրությունների արդյունքները, դուք ասում եք Մարիա Զախարովան ասում է ժողովրդավարական չի։ Մարիա Զախարովան թույթա Պուտինին տիրություն անի։ Մարիա Զախարովան թույթա Ռուսաստանի Դաշնությունում ժողովրդավարական արժեքները առհասարակ դնի վեկալի, Նավալնու սպանությունը քննի, Նեմցովի սպանությունը քննի, քաղաքական ընդդիմախոսների մյուս սպանությունները քննի։ Լավ էլի։ Հապկի մասով ինչ կասեք, Լավրովը վերջնական այսպես դրել էր, որ թող որոշեն, կորոշեն դուրս անել մեզ, շատ լավ, մենք դրա հետ հաշվի կնստենք, կորոշեն սառեցված կարգավիճակով պահել, թող պահեն, երբ որ հարմար կլինի, մենք դուրս կգանք։ Եվ առհասարակ Ռուսաստանի Դաշնությունում պետքա մի փոքր երկար մտածեն գործողություններ անելուց առաջ։ Այ օրինակ ԵԱՏՄ-ի մասով իրանք բավականին երկար պետքա մտածեն։ Արժի Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների առաջին հերթին քաղաքացիների համար այսպիսի դժվարություններ ստեղծել, փակել ԵԱՏՄ շուկայի ճանապարհը, փակել ԵԱՏՄ երկրներով տարանցման ճանապարհը ընդհուպ։ Սա ինչի կարող է հանգեցնել։ Սա կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ի ժամանակից շուտ գերեզման իջեցման։ Ու դա կանի Հայաստանի Հանրապետությունը, օգտվելով իր լեգիտիմ իրավունքից, վետոյի իրավունքից եւ որոշումները կոնսենսուսով չանցկացնելու իրավունքից, պարալիզացնելու ԵԱՏՄ աշխատանքների իրավունքից։ Թող կողմնորոշվեն։ Բայց Հայաստանի իշխանություններն արդյոք խնդիրներ չեն ունենում այն առումով, որ եթե սահմանադրական մեծամասնություն չունեցան, երկրի ներսում դիրքերը թուլանում է եւ եթե երկրի ներսում դիրքերը թուլացած են, օրինակ սահմանադրություն փոխելու առումով գլխավոր դատախազ ընտրելու, սահմանադրական օրենքներ եւ այլն, դա ազդեցություն չի ունենա արտաքին որոշումներ կայացնելու։ Նախ եկեք այդ սահմանադրական մեծամասնություն չունենալը բան չդարձնենք, ողբերգություն չդարձնենք։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ուժեղներից է ինչ չի կարող անել։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդպես վստահ չի կարելի ասել կարող են թե չեն կարող, այդպես վստահ մի եղեք, որովհետև խորհրդարանում փակ գաղտնի քվեարկությունների արդյունքում ես առնվազն տեղեկություն ունեմ, որ ուժեղներից մի 5-6 падգամավոր անցնելու է քաղաքացիական պայմանագրի կողքը, իհարկե այդ մարդկանց տրված իմ խոստումը չդրժելու համար թույլ տվեք բացահայտեմ թե ովքեր են այդ падգամավորները, բայց առնվազն 5-6 падգամավոր պատրաստ է խորհրդարանում փակ գաղտնի քվեարկությունների ժամանակ այնպես անցնել իշխանության կողքը, որ անգամ իրաց շեֆը չջոգի եւ չհասկանա թե այդ ինչպես եղավ, այնպես որ այդպես վստահ չի կարող։ Նարեկ Կարապետյանի ասացին է նման, որ 8 հոգի ԿՊ-ից բերենք մեր մոտ կդառնանք իշխանություն։ Օրինակ ի տարբերություն Նարեկ Կարապետյանի կգա ժամանակը եւ դուք կհամոզվեք, որ ես ճիշտ էի, Նարեկը սխալ։ Հիմա իմ տեղեկություններն ավելի հավաստի են եւ առաջին ձեռքից իրենք անձամբ են ձեզ ասել։ Իմ տեղեկությունները հավաստի են եւ առաջին ձեռքից են, այդ մարդկանց չվնասելու համար թույլ տվեք նրանց անունները։ Ես ասում եմ իրենք անձամբ են այդ 5 հոգին ձեր։ Այդ տեղեկությունները հավաստի են եւ առաջին ձեռքից են։ Որևէ սահմանադրական օրենքի քվեարկության, որևէ փակ գաղտնի քվեարկության պարագայում իրենք պատրաստ են Ինչի հաշվին, ինչ գործարք է տեղի իրենց կալուգացի Հովանավորյալին գրողի ծոցն ուղարկել։ Ինչի հաշվին են իշխանության։ Հայաստանի Հանրապետության շահը վերդասելու հաշվին։ Բացառապես Հայաստանի Հանրապետության կենսական շահերը վերդասելու եւ ամեն ինչից վերդասելու։ Բայց ինչ գործ ունեն այնտեղ, եթե Հայաստանի Հանրապետության շահի համար քվեարկելու են ԿՊ-ի նախագծերի համար։ Դե կյանքի բերումով հայտնվել են մի մարդու կողքին, ով ունի շատ գումար, ով ունի շատ փող։ Իսկ իրենք ունեն խնդիրներ եւ հարցեր, ամենայն հավանականությամբ։ Վախեցնելու են իրավապաներով, դասական սցենարը, որ նախկիններից։ Դուք ինչ եք ասում իրա, մարդիկ իրենց խղճով, իրենց մտքով, իրենց ժողովրդին ծառայելու ցանկությամբ տոգորված քվեարկություններ են իրականացնում։ Այսինքն ազգային ժողովի падգամավորը առաջին հերթին պետք է առաջնորդվի իր խղճով։ Պարզապես հիմա եթե անգամ եմ տեսնում, որ հանուն Հայաստանի քվեարկեն եւ դա գաղտնի թաքուն անեն։ Եվ հիմա եթե դա այդպես է ստացվել, կներեք։ Նորմալ է։ Դրա համար եմ ասում, Նարեկ, պետք չի ողբերգություն դա։ Այո, չկա սահմանադրական մեծամասնություն, բայց դա ողբերգություն չի։ Ուզում ենք այս իրավիճակը լուծել։ Ես ավելի ռադիկալ լուծման տարբերակ եմ առաջարկում։ Ընդունել կալուգացու հրապարակային անհամաձայնություն ընտրությունների եւ տանել նոր ընտրությունների ու ջախջախել էս եռագլխին։ Շնորհակալություն, պարոն։ Ես եմ շնորհակալ։